Բարի լույս, իմ շատ սիրելի հարազատ դարձած բաժանորդներ ջան, աշխարհով մեկ փռված հայ ժողովուրդ, թող բոլորիս օրը լցված լինի խաղաղությամբ, Աստծո օրհնությամբ և գեղեցիկ անակնկալներով։ Տեր ջան, քեզ եմ նվիրում իմ այս օրը, իմ մտքերը, խոսքերը, գործերը, թող ամեն ինչ լինի քո փառքի համար, օրհնի ինձ ու եղիր իմ կողքին ամեն վայրկյան։ Տերը իմ հովիվս է, ես ոչ մի բանի կարիք պիտի չունենամ։ Սաղմոս 22 խոսք։ Թող Աստծո խաղաղությունը լինի ձեր սրտերում, հավատը հույսը ձեր ճանապարհին, իմ լավ բարի հետևորդներ ջան, թող ձեր կյանքի ուղին լինի հարթ, գեղեցիկ, սիրում եմ բոլորիդ, լավն ու բարին եմ ցանկանում ձեզ, սիրելի հետևորդներ ջան, այսօր իմ բժշկի գնալու հերթական օրն է, բայց տեսեք ինչ է կատարվում, այնքան ձույն է եկել ձնառատ, որ անգամ ոտքով չես կարողանում քայլել, անգամ շտապօգնության մեքենան չի կարողանում շարժվել, հետ ու առաջ է անում, մարդկանց օգնությամբ հազիվ տեղաշարժել են, որպեսզի հիվանդ տեղափոխի։ Սիրելիներս, ես մնում եմ Վալադարկա դստեր տանը, այստեղից էլ գնում եմ բժշկի։ Հիմա տեսնենք ոնց ենք գնալու։ Ընթացքը կնկարեմ, այսօր միայն ճանապարհն եմ նկարելու, ոչ մի խոհանոցային ճաշատեսակ չեմ պատրաստելու, որովհետև ի վիճակի չեմ, սիրելիներս, ուզում եմ ձեզ հետ զրուցել և կամաց ցույց տալ ճանապարհը։ Սիրելի բարեկամներս, հետևորդներս, մի կերպ դուրս եկանք և շարժվում ենք դեպի Մոսկվա քաղաք։ Վալադարկա պասյոլկը հեռու է Մոսկվա քաղաքից ընդամենը 35 կիլոմետր։ Տեսնում եք, արդեն Մոսկվա քաղաքում ասֆալտը լրիվ մաքուր է, ձյուն չկա, մեքենաները բոլորը աշխատում են, ձյուն մաքրող մեքենաները, տրակտորները մաքրում են ձները, իմ լավ բարեկամներ։ Սիրելիներս, այսօր շնորհակալության օրն է, այս գեղեցիկ առիթով ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլորիցդ, ձեզանից, ձեր սրտանց ու անկեղծ բարեմաղթանքների համար եմ շնորհակալ, դուք իմ նվերն եք Աստծո կողմից ուղարկված, ամբողջ տարին ամեն օր ինձ հետ եք, դարձել եք հարազատ, բարեկամ և օնլայն հարթակում մեկ ընտանիք ենք դարձել, ես շատ սիրում եմ ձեզ, դուք լուսավոր եք, անկեղծ, բարի, ջերմ, ձեր մեկնաբանությունները կարդում եմ ու հասկանում, որ դուք ոնց եք ուզում իմ տված սերը, բարությունը, ջերմությունը սիրով վերադարձնեք ինձ, շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ Աստծուց, որ ունեմ ձեզ նման բարի, ջերմ բաժանորդներ, հարազատներ և բարեկամներ, բոլորիդ ցանկանում եմ սրտի խաղաղություն, ունենաք երջանիկ օրեր, Աստծո օրհնությունը, լույսը անպակաս լինի ձեր օջախներից, լինեք սիրված, հարգված, իմ թանկ հետևորդներ, ընկերներ, բարեկամներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, երբեմն հրաշքներ լինում են, չէ՞ մեր կյանքում։ Հրաշքները պարզապես լավ մարդիկ են, բարի սրտով, որոնց Աստված ուղարկում է քո կյանք։ Դուք Աստծո կողմից ուղարկված մարդիկն եք, որ կաք իմ կյանքում, կրկին անգամ շնորհակալ եմ ձեզանից և Աստծուց, որ ունեմ ձեզ նման լավ հետևորդներ, բարեկամներ։ Սիրելիներս, կյանքը կարճ է, եկեք սիրենք միմյանց։ Սերը մեր կյանքի ամենակարևոր արժեքն է։ Թույլ տանք, որ մտնի սերը մեր մեջ,
Սիրենք մեր դիմացինին, սիրենք ուղակցին, սիրենք տան անդամներին, սերը դա այն արժեքն է, որ առանց սիրո կյանքը ունայն է և դատարկ, իմ լավ բարեկամներ, թող ձեր կյանքի ճանապարհը լինի միշտ լուսավոր, միշտ Աստված օրհնի ձեր ամեն մի օրը, ձեր կյանքի ամեն մի վայրկյանը, աղոթեք, փառք տվեք Աստծուն և Աստծո փառքը իրոք երևա բոլորիս կյանքում, հավատանք և մեր ամեն մի բռնած գործը, հիվանդությունը, ամեն մի օրը հանձնենք Աստծուն և իրոք կտեսնենք, թե ինչ հրաշքներ է գործում Աստված։ Իսկ հիմա ցույց եմ տալիս սիրելիներս գեղեցիկ տեսարան, խաղահրապարակ է երեխաների համար։ Այսպես գնում ենք սիրելիներս, սիրելիներս, իմ լավ բարեկամներ, հետևորդներ ջան, այս հոլովակը ուզեցա առանձնացնեմ մյուս հոլովակներից և տեղադրեմ էջումս։ Այս հոլովակ ուզում եմ ամբողջովին նվիրել շնորհակալական իմ խոսքը ձեզ հղելով։ Կրկին անգամ շնորհակալ եմ, դուք իմ թանկ նվերն եք, որ ինձ համար մեծ արժեք ունեք։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, անկեղծ սիրով, գիտեմ դուք էլ սիրում եք ձեր տիկին Մարինեին։ Բժիշկից վերադառնամ հաջորդ հոլովակում, կասեմ ինչ ասեց, ոնց պետք է անեմ, ինչ պետք է անեմ, ինչ դեղեր և ինչ ներարկումներ պետք է նորից անեմ, իմ լավ բարեկամներ։ Վերջում կտեղադրեմ մի փոքր տեսարաններ ձեզ համար։ Սիրելիներս, այս գեղեցիկ ճանապարհով էլ հետ ենք վերադառնում դեպի տուն, ձեզ էլ մեզ հետ տանում ենք, իմ լավ հարազատ դարձած հետևորդներ ջան։ Ամեն օր, սիրելի հետևորդներ ջան, շնորհակալությունս եմ հայտնում Աստծուն ամեն մի բացվող առավոտի համար, իր օրհնությունների համար։ Սիրում եմ իմ Տեր Աստծուն, իմ ամբողջ սրտով և հոգով։ Թող Աստծո սերն ու խաղաղությունը, լույսը բոլորիս տներից անպակաս լինի։ Թող Աստծո օրհնություններով օրհնված լինենք բոլորս։ Ինչքան հիվանդ կա, Աստծո օրհնությամբ, Աստծո բժշկությամբ բժշկվեն։ Սիրում եմ ձեզ բոլորիդ, իմ լավ բարեկամներ։ Այսքանով ավարտում եմ այս փոքրիկ հետաքրքիր հոլովակը, կրկին անգամ ձեզ մաղթելով, եղեք առողջ, օրհնված, երջանիկ, սիրված, հարգված։ Ձեզ հետ էր ձեր սիրելի տիկին Մարինեն։ Ցտեսություն, մինչ նոր հոլովակ։